Հայաստան դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական ներհոսքը Համաշխարհային բանկի գնահատմամբ ավելացել է 31.2%-ով, խոսքը այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին է վերաբերում։ Դա Համաշխարհային բանկի փորձագետները գնահատում են որպես արդյունք մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից ոչ առևտրային դրամական զուտ ներհոսքի շուրջ 2 անգամ աճի։ Փաստացի կարևոր է նաև նշել հանգամանքը, որ բացի դրամական հոսքերի աճից մի կողմից դա պայմանավորված է առավելապես Ռուսաստանի Դաշնությունից հոսքերի աճով եւ մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը կարևոր է նշել հանգամանքը, որ շարունակում է մնալ դեպի Հայաստան դրամական հոսքերի առաջատար երկիրը։ Եթե մենք փորձենք արդեն տվյալների հիման վրա ուսումնասիրել, մի կողմ թողնելով դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, թեև միայն մեկ նախադասությունով կարելի է իհարկե անդրադառնալ, առավելապես կարծում ենք դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան տեղափոխված մարդկային եւ ֆինանսական կապիտալի աճի էֆեկտով, բայց եթե անգամ այդ գործոնները մի կողմ թողնենք, փաստը հետեւյալն է։ 2024 թվականի ամփոփ տվյալների ուսումնասիրությունը դեպի Հայաստան դրամական հոսքերի ըստ երկրների դրամական հոսքերի քանակի վերլուծությունը ցույց է տալիս հետևյալ պատկերը։ Ընդհանրապես դրամական հոսքերի քանակը կազմել է 2.337.652, որից միայն 1.188.876-ը Ռուսաստանի Դաշնությունից կատարված դրամական հոսքերն են։ Առաջին հնգյակի առաջին 5 երկրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությանը հաջորդող երկրները, այն է Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը եւ Հունաստանը, քանակների առումով դեպի Հայաստան դրամական հոսքերի անգամներով զիջում են։ Եվ փաստացի 2024 թվականի ամփոփ տվյալներով Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում դեպի Հայաստան դրամական հոսքերի կեսը։ Նույն պատկերն ունենք նաև ընթացիկ ցուցանիշների պարագայում 2025 թվականի հոկտեմբերին ընդամենը քանակը դրամական հոսքերի ներհոսքի կազմել է 214.437, որից միայն 118.140-ը Ռուսաստանի Դաշնությունից կատարված ուրեմն ներհոսքն է։ Պատկերը նույնն է նաև արժութային արտահայտմամբ այս տարվա հոկտեմբերին ընդամենը դրամական փոխանցումների ծավալը կազմել է 78 միլիոն 13,000 դոլար, որից միայն 38 միլիոն 902,000 դոլարը Ռուսաստանի Դաշնությունից կատարված ուրեմն հոսքերն են։ Փաստացի նորից ֆիքսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջատար երկիրն է դեպի Հայաստան դրամական հոսքերի եւ բացարձակ առաջատար է հաշվի առնելով այդ երկրին հաջորդող երկրների անկամներով ավելի ցածր մակարդակը։ Այս համատեքստում հաստացի Ռուսաստանի Դաշնությունը ապահովում է դեպի մեր երկիր դրամական հոսքերի զգալի մասը։ Մեկ այլ ուղղություն, մեկ այլ ոլորտ, որը եւս ապահովում է Հայաստան եկող արտարժույթի զգալի մասը, արտաքին առևտրաշրջանառությունն է, մասնավորապես արտահանումը։ Այս մասով եւս հիշեցնենք մեր ոչ վաղ անցյալում կատարված անդրադարձը, որում ընթացիկ տվյալներով նորից հանգել են եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր այնուամենայնիվ թիվ 1 արտաքին առևտրային գործընկերն է, այստեղ ներկայացված են ընդհանուր ցուցանիշները, մասնավորապես ընդհանուր առևտրաշրջանառության միայն 34.6%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, բայց պետք է նշել, որ ընդհանուր առևտրաշրջանառությունից զատ պատկերը նույնն է նաև եւ արտահանման եւ ներմուծման պարագայում։ Հետևաբար այս հանգամանքը որպես այդպիսին կարելի է ֆիքսել։ Առանձին ուսումնասիրման խնդիր է, թե ինչպիսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ կան նման պատկեր ունենալու փաստացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական կախվածության նման բարձր մակարդակ ունենալու համար։ Սակայն դա մի կողմից առանձին ուսումնասիրման առարկա է, մյուս կողմից մենք պարբերաբար անդրադառնում ենք տարբեր ոլորտների հետ կապված, վստահաբար առաջիկայում եւս կանդրադառնանք, այս պահին կարևոր է ընդգծել այդ հանգամանքը։ Հետևաբար նաև որպես այսպես ասած ամփոփում ցանկացած տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում իհարկե կարևոր է ինքնիշխանության, այսպես ասած, կարմիր գիծը պահելը։ Դա կարևոր է եւ պետք է իհարկե գործընկերների համար ընկալելի պահելու պարագայում, բայց շատ կարևոր է նաև հաշվի առնել օբյեկտիվորեն տնտեսական կախվածության հանգամանքի պայմանները եւ իրողությունները։